Բարև ձեզ հայրենակիցներ։ Այսօր ես ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որի մասին ինձ շատ են գրել եւ խնդրել են այդ թեմայով խոսեմ, խոսքը գնում է Շամբալայի մասին։ Ինչ է դա։ Պետք է ասեմ, որ մինչև Շամբալայի բացատրությունները տալը եւ պատմելու բոլոր այն պատմական տվյալները, որ մեզ հասել են եւ իրական տվյալները, որ նույնպես այսօր հայտնի են, պետք է ասեմ, որ Շամբալան միակը չէ մեր մոլորակի վրա։ Շամբալայի նմանատիպ կետեր եղել են, որոնք տեղափոխվել են ժամանակին եւ հիմա այնտեղ չեն գործում, եւ կան Շամբալայի ներկայացություններ տարբեր մայրցամաքների մասերում, որտեղ ասենք նա աշխատում է եւ անում է իր կոնկրետ, այսպես ասենք, միսիան։ Ժամանակին հայտնի են եղել այնպիսի բաներ, ոնց որ ռուսների մոտ հայտնի է Բելովոդիե կամ ասենք հայտնի Գիպերբարիան, որը եղել է մեր հյուսիսային, մոլորակի ամենահյուսիսային կետում, որտեղ այսօր գտնվում է հյուսիսային օվկիանոսը, որը ժամանակին տեղաշարժվելով մոլորակը այդ բոլորը անհայտացել է, իջել է ջրի տակ, բայց գործողներից կան հետևանքներ, որը կան մինչև օրս եւ կան բաներ, որոնք գործում են, բայց դրա մասին չի խոսվում։ Այդ հետաքրքիր տվյալներից են, օրինակ դուք տեղյակ եք, որ Հայաստանում գոյություն ունի Շամբալայի մի ներկայացուցիչներից մեկը Փակ քաղաք, որը գոյություն ունի նաև Տիբետում, որը գտնվում է Կայլաս սարից ոչ հեռու, եւ այդ տարածքը գտնվում է, այս պայմանական եմ ասում, մոտավորապես Գորիսի եւ Սիսիանի անցողական տարածքներում սարերում։ Դա Փակ քաղաք է, լեռնային քաղաք է, որտեղ պահվում են եւ կա 5 գիտելիքների եւ նաեւ պայմանական, այսպես ասենք, այն ուսուցիչների կենտրոնը, որտեղ նրանք բնակվում են, որտեղ հասել են ամենաբարձր գագաթնակետին իրենց զարգացման, նրանց մոտ գոյություն չունի տարիքային հասկացողություն, մահի հասկացողություն եւ նրանք, ինչպես եւ գլխավոր Շամբալան, դժվար ասել որն է այս բոլորից գլխավոր կետը, որտեղ շատերը խոսում են առաջի անգամ խոսվեց Տիբետում գտնվող Շամբալայի մասին եւ սա վերցնում է որպես հիմք, որն է հիմքը դժվար է ասել այս բոլորի մեջ, որոնք օգնում են մեր մոլորակը պահել կործանումից, որին մենք մեծ քայլերով եւ մեծ ջանասեր ուժերով տանում ենք դեպի դա։ Շամբալայից եթե խոսում ենք, նաեւ ասենք ներկայացություններից կա մեկը գտնվում է Պամիրի լեռնաշղթայում, մեկը Ալտայի լեռնաշղթայում եւ նույնատիպ 12 կետեր կան, որտեղ գտնվում է նրանց, ասենք, քաղաքների ներկայացությունը։ Շամբալաները բոլորը ունեն գետնափոր եւ ոչ գետնափոր, այսինքն ունեն քաղաք, որը գետնի տակ է եւ կա քաղաք, որը գտնվում է հողի մակերևույթի վրա, չնայած բոլորը գտնվում են բարձր սարերում, բայց մոտենալը եւ անցնելը այնտեղ պրակտիկորեն անհնար է, որովհետեւ ստեղծված են ամեն կերպ բոլոր խանգարող հանգամանքներ, որ անհայտ մարդը չմոտենա այնտեղ։ Դա սկսվում է նրանից, որ մարդը գալով այդտեղ նրա վրա կարող է ներազդվի ինչ-որ դաշտ, որը նա կարող է ճանապարհը փոխել, տեղեր կան, որտեղ դուրս են գալի գետնի տակից թունավոր գազեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Շամբալա միայն կարողանում են մտնել այն մարդիկ, որպես ներկայացուցիչներ, որոնք ստացել են հրավերք։ Ես այս թեմայի մասին մի ժամանակ խոսացել եմ, բայց քանի որ խնդրեցին ավելի համառոտ, այսօր տալիս եմ այդ նյութերը ավելի համառոտ։ Բոլոր մեր մոլորակի մեծ գիտելիքների կոնկրետ պատմական ժամանակ, որ հայտնաբերվել են, դրանք այն մարդիկ են, որոնք եղել են Շամբալայում, ստացել են կոնկրետ միսիա եւ պարզաբանել են, թե ինչը ինչոց է, բայց ոչ մի դեպքում չեն հիշատակում, որ նրանք այնտեղ են եղել։ Մեր հայտնի մարդկանցից, որոնց մասին կա հիշատակություն, բայց սա պահվում է գաղտնի, ամենահայտնի դեմքը, որ գիտենք, դա 19-րդ դարի, 20-րդ դարի անցման ընթացքում դա Նիկոլայ Ռերիխն էր, նկարիչ, որը նաև իր նկարներում մի շարք բաներ պայմանական պատկերացրել է, թե դա ինչ է։ Ամեն դեպքում, եթե հետևենք այն տվյալները, որը պատմում են Տիբետի քրմերը, նրանք բոլորը շեշտում են, որ եթե վերցնում ենք երկնային Շամբալան, դա չնայած գտնվում է շատ բարձր բարձրության վրա, միջև անգամ հիշատակվում է, որ երկնային Շամբալան գտնվում է կուն լույն սարերի
շղթայում եւ մոտավորապես գտնվում է 5000 մետր բարձրության վրա։ Չնայած դրան, բոլորը ովքեր նկարագրում են եւ ինչը հասել է մեզ թե տիբետյան ձեռագրերից եւ թե դրա մասին հիշատակում են որոշ մարդիկ, որոնք գտնվել են այնտեղ, որ այդ տարածքը լրիվ մի ծաղկուն երկիր է, լավ ջրվեժներով, մաքուր ջրերով, մրգերով, պրակտիկորեն մարդիկ այնտեղ չգիտեն ինչ բան է ծերություն, չգիտեն ինչ բան է մահ, եւ այնտեղ գտնվում էր մոլորակի շատ հայտնի, այսպես ասենք, ուսուցիչներ, որոնք հասան ամենաբարձր իրենց մակարդակի զարգացման եւ այսօր կատարում են իրենց աշխատանքը մեր մոլորակին խաղաղ պահելու, չթողելու, որ մեր մոլորակը հասնի իրեն կործանման նշաններին։ Վերադառնալով մի փոքր հետ, ասեմ, որ բացի Նիկոլայ Ռերիխից այնտեղ է եղել, Արիստոտելը այնտեղ է եղել, Ալխիմեդը, այնտեղ է գտնվել Նյուտոնը եւ մի շարք այլ գիտնականներ, որոնք տվել են մեր մոլորակի ամենահայտնի, ասենք, գիտական պատասխանները։ Բացի դրանից գոյությունը գետնափոր Շամբալա, սրա մասին տեղեկությունները շատ քիչ են, չնայած հայտնի է մի բան, մուտքը կա եւ մուտքը շատերը տեսնում են։ Ես ինքս ներկայ եմ եղել, երբ որ գտնվում էի Տիբետում եւ գտնվում էի Կայլաս սարից ոչ հեռու, կարծեմ պատմել եմ հաղորդումներից մեկում, որ ընդունվում է, որ եթե 7 անգամ անցնես Կայլաս սարին շրջադարձ անելով, ապա քո բոլոր մեղքերը, քո բոլոր կարմիկ հարցերը, որ մնացել են, այդ բոլորը կարող ես մաքրել եւ դառնալ լրիվ մաքուր առանց որևիցե բացական բաների։ Ես դա անցա, չնայած ասում ահագին շատ բարդ էր, շատ դժվար էր, որովհետեւ դա տևեց մոտավորապես, եթե չեմ սխալվում, 12-14 օր արդեն լավ չեմ հիշում, պատկերացրեք, որ ցերեկները գալիս է տաքությունը +14, երեկոները իջնում է մինչև -7-8, բայց դա էլ կարելի էր տանել, հաշվի առնենք, որ դա 5000 մետր բարձրություն է, թթվածնի պակասություն, եւ այդ բոլորին գումարած այդ տարածքում շատ են թթվում վայրի դարձած շներ, որոնք վտանգավոր են։ Այդ իսկ պատճառով ես ունեի, ասենք, 2 հոգի տիբետցիք, որոնք, ասենք, այդ բոլորի դեմը գիտեին ինչպես առնել, ու այդ ձևով ես քայլեցի, չնայած վերջի օրը, եթե դուք ինձ տեսնեիք, կխղճեիք, որտեղ ես արդեն այնքան էի հոգնած, որ պայմանական եմ ասում, ես հազիվ քայլում էի, իսկ լեզուս երևի մի 3-4 մետր հետևիցս քաշ գալու գալիս էի։ Ինչևէ, ինձ ցույց տվեցին այդ մուտքը իրենց ներկայացնում է շատ հետաքրքիր մի բան, մի մեծ ժայռակտոր է, որի վրա կա այսպիսի, ասենք, ոչ թե հավասար, այլ ասենք գնալով լայնացող մի քարակտոր, երբ մոտենում ես, տեսնում ես, որ այդ քարակտորը ոչ թե փորված է, այլ ինչ որ կապ կա, այնպիսի տպավորություն է, ոնց որ դրված քար լինի սա։ Իրականում այն տվյալներով, ոնց որ պատմում են Տիբետի քրմերը, դա դուռն է, որը երբ որ բացվում է, այնտեղից շատ դեպքերում նկարագրում են միջև անգամ, որ դուրս են գալի եւ թռչում են ինչ-որ թռչող մեքենաներ, որոնք կարող են շատ արագ տեղաշարժվել եւ լույս են արձակում։ Պրակտիկորեն մտնել, ասենք, նրա համար, որ դու եկել ես, բարձր որ փակ է, եւ փակ է, բացատրեցի ինչ-ինչ պայմաններով։ Շամբալայի հետաքրքիր բաներից նա է, որը մնում է ամենահանելուկայինը, որ կարելի է տեղաշարժվել այդ երկու քաղաքներից կապելով մյուսների հետ, մյուս Շամբալայի ներկայացուցիչներին, եւ այդ բոլորի մեջ նաեւ կատարվում է հետաքրքիր բան, նրանք ունեն գետնափոր թունելներ, որի շնորհիվ, ասենք, մի կետից մյուս կետը կարելի է տեղաշարժվել մոտավորապես երկնային 10 րոպե ժամանակով։ Եթե վերցնենք, որ դա տարածությունները կարող են լինել մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար կիլոմետր, սա արդեն դառնում է բավականին հետաքրքիր, թե ինչ տեխնոլոգիաներով են նրանք առաջնորդվում, ինչ է կատարվում։ Շամբալայի հետաքրքիր թեմաներից մեկը կա, եթե հիշում եք, այնպիսի բան, ինչպիսին էր Կարիբյան խնդրը, երբ որ պրակտիկորեն աշխարհը կանգնած էր համարյա 3-րդ համաշխարհային պատերազմի առջև, դա այն կոնֆլիկտներ, որ եղավ Միացյալ Նահանգների եւ նախկին Խորհրդային Միության հետ, կապված Կուբայում միջուկային զենքեր տեղադրելու հարցով, այդ ժամանակ Միացյալ Ազգերի կազմակերպությունը հավաք արեց։ Եվ այդ հավաքին փորձում են ինչ-որ կերպ փորձել հասկանալ
փորձել լիցքավորել այդ վիճակը, որ այդպես լարված է, եւ այդ ժամանակ կատարեց մի շատ անսպասելի մի բան։ Պարզ է, որ այդ բոլորը ունեն իրենց պահապան ուժերը, security-ները եւ այլն, եւ լրիվ անհասկանալի ձևով հայտնվեց մի երիտասարդ դահլիճում, որ այդպես էլ չկարողացան պարզաբանել, թե դա տղա է, թե աղջիկ, որովհետեւ նա իր գեղեցկությամբ եւ իր մարմնի կառուցվածքով ուներ երկուսի համաձուլը։ Եվ նա հանգիստ մոտեցավ բեմահարթակին, կանգնեց, ոչ ոք չկարողացավ իրեն կանգնացնել եւ սկսեց խոսել, որ այնինչ անում եք, սա խելահարություն է եւ պետք է խելքը գլուխը հավաքել եւ ավելի սառը նորմալ դատողությամբ մոտենալ, պետք չէ որ ակլորակռիվ տա մեկ կամ երկրորդ պետությունը փորձելով դու այսպես ես այսպես է, որտեղ դուք վտանգի առաջ եք կանգնացնում ամբողջ մոլորակը եւ ունենալով այնպիսի օգնական բաներ, որը կարող է ձեզ ուղերձի կյանքում, դուք այս բոլորը դրել եք եւ միայն անցել եք ամենապրիմիտիվ մակարդակին ապրելակերպի, դահլիճից հարց տվեցին, ինչի մասին է խոսքը եւ նա հետաքրքիր պատասխան է տվել, ուշադիր լսեք, զարմանալու եք։ Ասես բոլոր հավատքներում, մինչ քրիստոնեական բոլոր հավատքները ձեզ ասել են ինչպես ապրել եւ ինչպես ուղևորվել։ Նաեւ վերջի ձեր ուղևորներից է եղել Մուհամմեդի տվածը եւ Հիսուսի տվածը։ Վերցրեք, կարդացեք, հասկացեք ինչ էին նրանք ասում, որովհետև նրանք իզուր չէին ուղարկված ձեզ։ Եվ այս վարքյանից ես գնում եմ, բայց այնպես եմ անում, որ այս հավաքը կվերանա, նաև այս կոնֆլիկտը կվերանա։ Ինչպես նա հայտացավ մնաց նույնպես հանելուկ, բայց պրակտիկորը հետաքրքիր է, որ այդ կոնֆլիկտի այդ վարքյանից վերացավ։ Սրա մասին չեն գրում բարձրաձայն եւ չեն ասում հասկանալի պատճառներով։ Շամբալայի ներկայացուցիչները շատ են զբաղվում մեր մոլորակի տարբեր կետերում ինչ որ կոնֆլիկտային մոմենտները փորձել ամեն կերպ բերել ինչ որ զրոյականի չթողնել որ այդ կոնֆլիկտը շատ խորանա։ Նաև այս պրոցեսներից ասեմ ձեզ որ Շամբալայում գոյություն ունի մի այսպիսի հասկացողություն սպիտակ եղբայրություն։ Այնտեղ է ներգրավված ամենահայտնի, ասենք մեր երկրի ներկայացուցիչները եւ կան նաեւ ներկայացուցիչներ այլ ցիվիլիզացիաներից ես իմ հասկանում որ սա ասում եմ ու այն մարդիկ ովքեր միշտ գրում են եւ փորձում են ինձ քարկոծել որոնք Աստվածաշունչ կարդացեք Աստվածաշունչը կարդացինք հետո մի անգամ կարդացինք ես վերջերս մեկը ինձ մի հատ թեմա էր գրում եթե ուզում եք փրկված լինեք ուշադիր լսեք օրական 5 անգամ 15 գլուխ կարդացեք Աստվածաշունչ եւ կփրկվեք։ Ես չեմ անում կփրկվեմ թե չէ, բայց որ կխելագարվեմ դա փաստ է։ Եկեք չհանգնենք ծայրահեղությունների մեջ։ Աստվածաշունչը բանիմաց գիրք է, որը պիտի կարդաս, հասկանաս, բայց պիտի մեր ուղեցույցը լինի նոր գտակարանը Հիսուսի տվածը։ Այնպես որ հանգստացեք, վերադառնում եմ մեր թեմային։ Ուրեմն այս բոլորի մեջ կատարվում է մի շարք հետաքրքիր բաներ։ Օրինակ, հայտնի է, որ այնտեղ են գտնվում այնպիսի երևույթներ, ինչպիսին էր Սեն-Ժերմենը։ Այնտեղ է գտնվում ի բոլորից զարմանք հանրահայտ Գուրջիևը, որը չի մահացել, այլ նա կառուցեց դա իբր թե մահեր եւ լրիվ մի ուրիշ մարդ իրեն մեքենայով վթարի ենթարկվեց, բանն անուն էր, որ նա համարեց, որ այն միսիան ինչ կատարել է, ինչի համար եկել է, ժամանակն է գնալու եւ հիմա կոպիտ ասենք գտնվում է sense հանգստյան ինչ որ արցակուրտային միջ, բայց մի կարճ ժամանակ հետո նորից կերևա նույն դեմքով, բայց լրիվ ուրիշ տվյալներով։ Այնտեղ են գտնում մի շարք այսպիսի հետաքրքիր դեմքեր, որը պատմականորեն շատ մեծ դեր են խաղացել մեր մոլորակի համար։ Այնտեղ նաև կարող եք գտնել մի շարք քրիստոնեական հավատով գնաց հետևորդների, որոնք հասել են սուրբ մակարդակի, բայց շարունակում են եւ գոյատևում են ֆիզիկապես գոյատևել եւ անել այն աշխատանքը, որ դրված է իրենց ուսերի վրա։ Վերադառնալով Հայաստանի տարածքի, ասեմ ձեզ, ես երբ արդեն 4-5 տարի է ծրագրավորում եմ գնալ մոտենալ այդ տարածքին, չի ստացվում, որովհետև այնտեղ գնալու համար պետք է մի այնպիսի մեքենա, որը կարողանա ամենտեղ գնա, այսինքն
մեքենա, որը կարողանում է սարերով գնալ, ես իմ կողմից ուզում եմ խնդրեմ, որ չլինի այնպես, որ վաղը մյուս օր ինձ զանգահարեն մի շարք մարդիկ եւ ասեն, ես ունեմ այդ մեքենան, եկեք գնանք։ Ճիշտ հասկացեք, նմանատիպ ուղևորությունը սա այդքան էլ անվտանգ ուղևորություն չի։ Նենց որ հետաքրքրությունը մի կողմ, սա արդեն կոնկրետ լավագույն դեպքում, եթե ես գնամ 2-3 անձնավորության հետ, որոնք կհամարեն, որ այն մակարդակին են, որին հետ կարելի է գնալ տեսնել ինչ է այնտեղ։ Այստեղ նաև ասեմ մի հետաքրքիր բան, որը կարող է շատերին դուր գա, շատերին դուր չկա։ Ելնելով այն ինֆորմացիաներին, որը ես տիրապետել եմ ժամանակին, հայկական այդ տարածքը որ կա, նա բացի ընդհանուր գլոբալ գիտելիքների աղբյուր ունենալով բոլոր այս սիստեմի մեջ կառուցվածքի, ամեն մեկը կատարում է նաև կոնկրետ ֆունկցիա կատարված տվյալ ռեգիոնի հետ։ Ուրեմն մեր ներկայացությունը ունի հավաքած իր ձեռքի տակ պրակտիկորեն այն բոլորը, ինչ այս տարածքում որպես գաղտնի ուսմունքներ եւ համապատասխան ծեսեր կատարվել է եւ պահվում է իրենց մոտ։ Այսինքն դուք այստեղ կարող եք հանդիպել այն բոլորը, ինչ եղել է սրանից 27000 տարի առաջ մի զարմացեք, երբ Հայաստանը որպես պետականություն չկար, բայց որպես ցեղ արդեն գոյություն ուներ։ Այստեղ կգտնեք ինֆորմացիաներ մեր նախաքրիստոնեական ժամանակաշրջանի բոլոր քրմերի դպրոցները, աշխատանքները։ Այստեղ կգտնեք իսկական պատմությունը հայոց, որը մեզ փորձում են ամեն կերպ աղավաղել, ջնջել եւ մատուցել լրիվ ուրիշ բան։ Ես հիմա շատ բարձրաձայն եմ ասում սա, որովհետեւ իմ ընկերներից մեկը գրում է, ասում է դուք չեք վախենում, ասես բարձրաձայն ասեք։ Չէ, չեմ վախենում, որովհետեւ վերջապես ես չեմ համարում ինձ հիմա այս ազգի Սասունցի Դավիթ կամ բան չէ, բայց համարում եմ ես այն մարդն եմ, որոշել եմ ասեմ այն, ինչ էլ լռում են։ Դուք տեղյակ եք, որ որոշ ուժեր նպատակ են դրել Հայաստանի պատմությունը մինչ քրիստոնեական ժամանակաշրջանը արդեն մոտ 40-45 տարի փորձում են վերացնել։ Մենակ քրիստոնեությունից սկսած մենք ենք մեկ առաջի քրիստոնյա պետություն ենք, ինչ լավ է, ուրա, մենք աշխարհում հետո մենք ընդեղից ենք եկել, չէ՞։ Մենք այն բոլորի շնորհիվ ենք հասել Հիսուսին, չէ՞, ոնց կարելի է ջնջել։ Եվ մի անգամ ասել եմ, մի անգամ էլ զայրացած կասեմ, այսօր Հռոմը, Իտալիան, այսօր Հունաստանը քրիստոնեական են, բայց նրանք իրենց ամբողջ պատմությունը պահպանեցին եւ այսօր ամբողջ աշխարհը տեղյակ է եւ Հունաստանի նախաքրիստոնեական պատմությունից եւ Հռոմի։ Ինչենք մենք ջնջում, ինչենք մենք սովոր ինչ որ բաներ վերացնենք, ջնջենք ու համարենք, որ սա ճիշտ է։ Ես համարում եմ սա մեծ սխալ է։ Մենք այնտեղից ենք, այս բոլորը այնտեղ է թխված։ Եվ եթե մենք սա չենք հարգում, այս բոլորը փթում է։ Տեսեք մեր փողոցում ինչպես է, որտեղ մենք չգիտենք մեր եղածը։ Վերադարձա։ Ինչևէ, այն որ ես ուզում եմ գնալ այնտեղ ճանապարհորդության, դա նախ եւ առաջ գիտելիքների եւ երկրորդը հայտնաբերելու թե այնտեղ ինչ է կատարվում։ Բարձի որ շատ բանին չեն թողի, բարձի որ ես շատ փոքր մարդ եմ բանի, բայց եթե ինչ որ բաներ է կարողանամ այնտեղ բարձաբանեմ, կարծում եմ սա շատ կարևոր եւ հետաքրքիր մի թեմա կլինի։ Ես այստեղ կուզենայի մի թեթև հիշեցնել մի քանի բաներ, շատերը հարցնում են ինչպես օգնել ֆինանսապես մեր հաղորդումին, մեր հենց պատկերի տակը այնտեղ տված է մեր հաշվի համարները եւ դոլարային գումարով եւ AMD-ով մեր այնպես որ այնտեղ կարող եք հաղորդել եւ դրանց տակը նաեւ կա ինչպես մեզ հետ հեռախոսակապ պաշտպանել։ Եթե կօգնեք, մենք միայն ուրախ կլինենք, որովհետև ես նորից եմ հիշատակում, մենք այսօր եթե ինչ որ մեկը գազես տեսնի, մենք ինչ տեխնիկայով ենք այս բոլորը նկարում, երևի կծիծաղեն, բայց մենք շատ երկար սպասեցինք, որ մեր հայությունը մեզ կօգնի տեխնիկական լավ բարձր մակարդակի բան առնենք եւ մնացինք սպասող։ Այդ իսկ պատճառով, եթե կարողանաք մեզ օգնել, մենք շատ ուրախ կլինենք։ Սրան գումարեմ, որ մեր կենտրոնում սկսվել է գործել բնական կոսմետոլոգիայի
կենտրոն, ես դրա մասին նախորդ հաղորդումում ասացի, եւ մենք ունենք մեր սման կենտրոն, որի մասնագետը կարելի ասել այսօր Հայաստանում միակն է, որտեղ նա ոչ միանակ մերսում է, այլ համատեղում է 4-5 տարբեր դպրոց, որը նպաստում է առողջական հարցերը շտկելու։ Եվ վերադառնանք մեր թեմաներին։ Ես ուզում եմ այսօր նաև անդրադառնամ, ես խոստացել եմ, որ տայի հայրմերը, մենք հայրմերը ձայնագրությամբ իմ այս հաղորդումից հետո վերջացնելուց ամենավերջում կմիացնենք դա եւ կլսեք, որը արամեերենից է թարգմանված եւ նա ինչ իրականում եղել է հայրմերը, բայց մի բան եմ ուզում ձեզ ասեմ ի զարմանք, դուք տեղյակ եք, որ առաջի անգամ հայրմերը կարդացվել է 2,500 տարի առաջ եւ կարդում էր հանրահայտ Էխնատոն փարավոնը։ Ինչպիսին է նահանջում, նա շատ կարճ է, բայց շատ նման է մեր այսօրվա հայտնի հայրմերին, ավելի կրճատած։ Եթե կցանկանաք, ես մյուս դասին նաեւ մեր հանդիպմանը այդ փոքրիկ կտորը կլուսաբանեմ։ Հիմա ուզում եմ, գիտեք ինչ կա, շատ հարցեր են ինձ ուղի եւ ես ուզում եմ այդ հարցերին պատասխանեմ, բարձր բոլորին չկարողացա, որովհետեւ հարցերը շատ են, բայց կփորձեմ մա պատասխանեմ ձեր հետեւյալ հարցերին։ Բարև ձեզ, պարոն Եմենջան։ Ինչու են սիրամարգին բնորոշում սատանայական ու սպիտակ օձը տան պահապան է։ Եթե ոչ, խնդրում եմ պատասխանել այս հարցին։ Առաջի անգամ եմ լսում դրա մասին, բայց կասեմ ձեզ մի բան, եթե մենք վերցնենք հին ձեռագրերից, այսինքն եթե մենք վերցնենք Սողոմոնի 6000 գրքում, կա մի այսպիսի բան նշած, որ եթե մարդը դիվահարված է, եթե վերցնես սիրամարգի արյունից մի փոքրիկ 10 իրան խմի, նա կազատվի։ Պրակտիկորեն տեսնում եք, որ սիրամարգը հակառակ դեր է խաղում, նենց որ սա ինչ-որ սխալ կարծիք է։ Սպիտակոց Ես սպիտակոցի մասին տեղյակ չեմ, բայց այն որ շատ դեպքերում լինում է, որ մարդկանց տանը օձ է բնակվում եւ մարդիկ իրեն չեն խանգարում, այդ ոցը մնում է, ապրում է եւ զարմանալին նա է, որ տվյալ օձը լինում է այդ ընտանիքի պահապան։ Շատ դեպքերում եթե այդ օձին սպանում են, այդ տանը սկսում է դժբախտություններ։ Սպիտակոցից մի բան է ասեմ ձեզ։ Կա մի այսպիսի ծաղիկ, որը կոչվում է համասփյուր։ Սա համարվում է ծաղիկների թագավոր, թագուհին։ Այս բույսը գտնելը շատ դժվար է, ես կյանքումս մի անգամ տեսել եմ դա, իմ ուսուցչի հետ, Աստված հոգին լուսավորի, Եղիշա հայրիկը, մտել էինք Նախիջևան եւ բույսեր էինք հավաքում եւ նա ասեց ուշադիր նայեց, ասեց Կարեն մեքենան քշի այնտեղ, ասեց ինչի նկարագրում եմ ձեզ հիշեք 3 բլրակ։ Եթե 3 բլրակից 3 աղբյուր են գալի եւ որտեղ հատվում են, այդտեղ աճում է համասփյուր։ Բույսը շատ նմանացնում է յասամանի։ Նա ունի մի շարք այսպիսի փունջեր, վերևի մասը ոնց որ յասամանի ծաղիկ կլինի։ Քանի տարեկան է բույսը, այդքան գույներ ունի, ամեն մեկը մի գույնի են։ Ունի ժամ եւ օր քանդելու։ Եթե նայեք հին աղբյուրներից Ամիրդովլատ Ամասյացի, Ավիցենա եւ նմանատիպ բոլոր մեր մեծերի ամենտեղ գրվում է այդ բույսը կարող է կույրին աչք տալ, անձեռք մարդուն ձեռք աճացնել, միստիկ է հնչում այս բոլորը եւ այդ բոլորի վերջում կա մի այսպիսի նշանակություն, օձ կա, որը պահապան է այդ բույսին, սպիտակ օձ։ Մենք երբ որ եկանք Եղիշա հայրիկի հետ մոտենում ենք, ես դեռ սա չգիտեի, ասեց կանգ առ։ Մոտիկ չգնաս, որովհետև այնտեղ սպիտակոց պիտի լինի։ Մի քիչ ժպտացի, բայց մի քիչ մոտեցանք, տեսանք, մոտավորապես այս հաստության գյուրզա էր շատ մեծ, միանգամից ինձ լրջացավ։ Եղիշ հայրիկը ինչ որ բաներ վերցրեց, քթի տակ ինչ որ աղոտ կարդաց փնփնտաց, օծը գնաց մի լրիվ ուրիշ կողմ նստեց եւ սկսեց նայել եմոցիան մեզ պահում։ Մոտեցանք, նայեցինք, գլուխը թափահարեց, ասեց ամբողջ կյանքում երազել եմ ունենալ, բայց ժամը չի քանդելու, գնանք մի ամսից կգանք։ Եկանք, եւ մի 25 օր հետո սկսեց Ղարաբաղյան շարժումը։ Ասած կարծում եմ հասկացաք։ Բարի։
Պարոն Եվեն ինչ եք կարծում, արդյոք պետք է լուրջ վերաբերվել կամ ճշմարիտ համարել Էդգար Քեյսի տրված տեղեկությունները, մասնավորապես Հիսուս Քրիստոսի կյանքի եւ նրա ռեինկարնացիոն փուլերի մասին ինֆորմացիա նախապես շնորհակալություն հայտնում եմ ձեզ։ Ես Քեյսին ընդունում եմ շատ լուրջ եւ համենայն դեպս միջև օրս ինչ ասել է, այդ բոլորը ստացվել է։ Այդ իսկ պատճառով ինչ որ բաներ, որ մեզ ձեռք չեն տալիս, դա չի նշանակում, որ պետք է կասկածի դնանք այն բոլորը, ինչ այդ մարդը ասել է եւ ճիշտ է, եւ ինչ որ բան մեզ ձեռք չտվեց, սկսում ենք կասկածի տանք դնել։ Համենայնդեպս ես համարում եմ անցյալ դարի ամենալուրջ, ասեմ պայծառատես, ասեմ մեզ նյութ փոխանցող անձնավորություն, համենայնդեպս չեմ անում, դուք տեղյակ եք թե չէ, բայց Էդգար Քեյսին ունի ավելի քան 40,000 հատոր, որում նկարագրված է բոլորը նա ինչ ասել է, սա ինչ որ բան ասում է, չէ՞։ Պարոն Եվեն իմացել եմ այսպիսի տեխնիկայի մասին, երբ միլիտր 40 չափսին ավելացնում ես 6 գդալ ցորեն կամ նմանատիպ բույսեր, սերմեր, որը ցանկալի է լցնել ապակի ամանի մեջ, թողնել 10-ից 12 ժամ, այնուհետև քամում են, ջուրը խմում եւ նույնիսկ հատիկներով կարելի է եւ 2 անգամ պատրաստել թողնելով 5-6 ժամ, 3 անգամ պատրաստելուց հետո կարելի է սերմեր օգտագործել սննդի մեջ։ Ինչով է դա ճիշտ եւ բժշկող է դա, թե ոչ, բժշկող չէ։ Բայց նմանատիպ օգտագործումը պրակտիկորեն հասկանանք, որ ցանկացած սերմի մեջ կամ մի ուժ, որի մեջ բացին այն, որ կենտրոնացած է բոլոր վիտամինային եւ միներալային հավաքածուները, որ նա ուժ ունենա, երբ նա խոնավանում է, այս բոլորը սկսում է ուժեղ քիմիական process եւ պրակտիկորեն նման սնունդ ընդունելով դուք կարող եք ամեն ինչ պակաս է ձեր օրգանիզմին տալ, նաեւ շատ դեպքերում նա շատ առողջացնող է։ Մի հարց, որը ինձ կներեք կոպիտ եմ ասում, բայց տանջամահ են անում արդեն մոտ 1 տարի, ես ժամանակին խոսեցի սաղմոսների մասին Դավթի եւ որ սաղմոսը ինչի համար է ծառայում։ Մի շարք սաղմոսներ չասեցի, որովհետեւ ամեն ինչ չի, որ կարելի է բարձրաձայն հաղորդել։ Այն բոլորը ես ինչ տվեցի, պրակտիկորեն այդ սաղմոսները ծառայում են ամեն ինչի համար։ Բայց մարդիկ շատ դեպքերում խնդրում են նորից խոսել, խոսված է։ Եվ երկրորդը ասենք ինձ ասեմ, իսկ որ սաղմոսը կարդամ, որ գնամ քննության։ Կամ որ սաղմոսը կարդամ, եթե ես ունեմ որովայնի թուլություն։ Երեխեք ջան, սաղմոսի քանակը կոնկրետ չափ է։ Եվ նա չունի անվերջ, եւ կոնկրետ սաղմոսները ծառայում են սովորական մարդկային կյանքի համար։ Որոշ սաղմոսներ ծառայում են փակ դպրոցների համար, այնինչ բաց էր ես արդեն հաղորդել եմ։ Բարի երեկո, պարոն Եվեն ջան, շատ հետաքրքիր է ձեզ լսելը։ Ատամները մաքրելու այդ փայտը պետք է լինի սովորական, թե հատուկ փայտ է։ Լուցկու հատիկը կլինի վառել։ Խնդրում եմ խոսեք լնդերի բուժման բերանի տհաճ հոտի մասին ինչպես ազատել։ Եթե բերանը տհաճ հոտ ունի, բացի դրանից, ինչ ես ասեցի նախորդ հաղորդումներում, դա նշանակում է կա երկու բան, կամ լեղապարկի բորբոքում, կամ ուղղակի բերանում կա բակտերիալ ֆլորա, որը բավականին զարգացել է, միկլորային ֆլորա։ Լավագույն բաներից մեկը, որ մաքրում է դա եւ վերացնում է, կան մի քանի բաներ, մեկը օրական 2 հատ վերցնում ենք մեխակ եւ դնում ենք ծամում ենք, մի 10 օր անեք, կտեսնեք, որ դա ոչ միայն ձեր բերանի խոռոչը կմաքրի, այլ լավ կնպաստի մարսողության վրա։ Երկրորդ դեղատոմսը վերցնում եք խատուտիկ բույսը, սպիրտի մեջ լցնում եք, մոտավորապես 1:10-ի հարաբերությամբ 1 չափ խատուտիկ, մնացած ավելացնում եք սպիրտ։ Դնում եք 10 օր մնում է ամեն օր թափահարելով, որից հետո դրա մեջ ավելացնում եք եւս 10 չափ ջուր, քամելուց հետո եւ ամեն օր ողողեք, այդ երևույթը կանհայտանա։ Նաեւ կա շատ հասարակ մի բան, դա կներեք հայերեն չեմ կարողանում հիշել, բերեկիս։ Եթե վերցնում եք մոտավորապես մի թեյիկ տալ բերանի մեջ, լցնում եք, մի լավ ողողում եք 10-ից 20 րոպե եւ թքում եք։ Այդ process-ում մեծ քանակով փրփուր կարտադրվի, եթե անեք մոտավորապես մի 5-6 օր, պրակտիկորեն այդ բոլորը կմաքրվի, անպայման մաքրելուց հետո պետք է մի քանի անգամ բերանը ողողել եւ թքել այդ ջուրը։ Նաեւ շատ լավ օգնում է այստեղ յոդը, սովորական յոդը։ Պետք է վերցնել 4 կաթիլ մոտավորապես
1 գավաթ սուրճի չափով ջուր, կաթեցնել մեջը եւ դրանում ողողում անել նույնպես մի 15-20 վայրկյան։ Մյուս հարցը։ Պարոն Եմեջան, խոսեք ականջի աղմուկի մասին։ Թեման շատ մեծ է եւ ես մի հաղորդում դրան կնվիրեմ, բացատրելով, թե ինչումն է պատճառը, սա հիվանդություն չէ։ Ինչումն է պատճառը, ես մի հաղորդում առանձին կնվիրեմ, կխոսենք։ Բացի դրանից, նույնպես հարցնում ենք, կխոսեք հայելիների մասին, սա էլ նույնպես մի մեծ թեմա է հաղորդում, ես կխոսեմ մոտակա հաղորդումներում։ Պարոն Եմենջան, Վանգան մի անգամ ասել է, կներեք, добавляться им карту. Все религии упадут. Останется лишь одно учение белого братства, как белый цветок покроет оно землю, и благодаря этому люди спасутся. Ինչի մասին ուսմունքը կպատմեք, կանխավ շնորհակալում եմ։ Ես դրա մասին ասել եմ, բայց նորից եմ ուզում ասեմ, Վանգան, նախևառաջ ոչ թե Վանգա, այլ Վանդա իսկական անունը, ես իրեն մոտ եղել եմ ժամանակին մի խումբ անձնավորությունների հետ եւ մասնակցել ենք այդ հանդիպմանը, մի շարք հետաքրքիր բաներ կատարվեց, ես ձեզ սրտիս վրա ձեռքը դնելով երդվում եմ, Վանգան երբեք չի ասել ոչ մի կանխագուշակություն ապագայի մասին, նա միայն զբաղվում էր մարդկանց, որը իրեն հաճախում էին, մնացածը ինտերնետում ինչ գրում է, սա սուտ է, ուղղակի այդ անունը շահագործելով, ինչ ասեք, տակը գրում են, Վանգան հայերի մասին ասեց, ադրբեջանցիների մասին ասեց եւ չկա սենց բան, սուտ է։ Պարոն Եմենջան, հնարավոր է աղջկա հասակը բարձրացնել, նա 148 սանտիմետր է, ասեմ ձեզ, իմ փորձից ես աշխատել եմ մինչև 10 տարեկան երեխաներին, ես կարողանում եմ օգնել, դրանից ավել չի ստացվում, ինչքան երեխան փոքր է, այնքան ավելի հեշտ կարելի է դա աշխատել, բայց սա այնպես չէ, որ մեկ անգամ աշխատելով է լինում, սա մոտավորապես 4 ամիս, ամեն անգամ մի 4-5 անգամ պետք է հանդիպել, աշխատել եւ այդ ձևով կարելի է հասցնել եւ նաեւ այստեղ շատ կոնկրետ պետք է, ասենք, process-ներ արվի սննդական եւ այլ, որը բերում է այդ հանգամանքին, դրական։ Մի այսպիսի հարց ինձ համար մի քիչ զարմանալի էր, նաև միևնույն ժամանակ հետաքրքիր էր, ինձ հարց են տալի, պարոն Եմենջան, որպես բանիմաց մարդ, խորհուրդ կտակ ճշտախոս լինել, թե ոչ։ Հարգելի դիտող, ես ամբողջ կյանքում եղել եմ ճշտախոս, շատ եմ տուժել, բայց երբեք չեմ փոշմանել, որովհետև ստախոսությունը դա խաբեություն է։ Ես համեմատում դա գողության հետ։ Եթե բոլորս ճշտախոս լինեինք, երևի ամեն ինչ լավ կլիներ։ Բարև ձեզ, ես այս 3 տարի անախորժություններ ինձանից չեն հեռանում, շատ եմ ուզում ձեզ նման մարդու հետ հանդիպել, միայն ֆինանսական խնդիրներ ունեմ, դրա համար էլ անդադար ամեն ինչից փորձում եմ խուսափել։ Եթե նմանատիպ երևույթ կա, կարող է երկու բան լինել, կամ ձեր վրա աշխատել են, այսինքն ես հաղորդումներից մեկում նախին խոսել էի թուղթագրի մասին, շատերը հիմա ինձ դիմել են, որ ես այդ թեմային վերադառնամ, եւ ես մտածեմ, որ մոտակա հաղորդումների ժամանակ ես կստեղծեմ 4 տարբեր հաղորդում, որտեղ շատ մանրամասը կպատմեմ, ինչ բան է գիր, ինչ բան է անեծք, ինչ բան է ցեղական անեծք, ինչ բան է աչք եւ այլն։ Ամեն մեկը մանրամասն միայն ոչ թե կասեմ, այլ կասեմ նաեւ ինչպես կարելի է այս process-ները հասկանալ, առողջ կա թե չէ եւ ինչպես կարելի է դա շտկել։ Բարև ձեզ, պարոն Եմենջան, տղաս 20 տարեկան ծառայում է բանակում, ունի դեպքին պապիլոմաներ, խնդրում եմ ասեք, ինչպես կարելի է ինչ տեղով այս բոլորից ազատվել։ Կարող ենք օգտագործել ծիծեռնակախոտ։ Ծիծեռնակախոտի մեջի հյութը, որը sense կատնահյութ է եւ գույնով նարնջագույն է։ Եթե սա քսում ենք պապիլոմաների վրա, նա կչորացնի, ինքը կսևանա, սկզբից մի քիչ կայրի, հեղուկ դուրս կգա,
որից հետո ինքը կսկսի գնալով ասեն մուքանալ, վերջապես կչորանա եւ կփոկվի։ Շատ դեպքերում պատահում է, որ process-ը պետք է մի քանի անգամ կրկնել։ Նաեւ այստեղ շատ լավ աշխատում է դեղատներում կա այսպիսի մի սպեղանի մազь Բեղցերևի սպեղանի։ Եթե իրան վերցնեք փոքրիկ ասենք բամբակի անական ժների փայտիկները որ կա մաքրելու իրենով վերցնեք sense փոքրիկ քսեք եւ պետք է այդ օպերացիան անել ամեն օր։ Պրակտիկորեն ձեզ մոտ մի կարճ ժամանակ հետո այդ բոլորը կվերանա։ Առայժմ այսքանը կուզեի ասեի, ամենայն բարիք ձեզ, հաճելի օր, ես ձեզ մաղթում եմ լավ օր, հաջողակ օր, ուրախ օր, Տերը ընձեզ պահապան եւ հիմա կհնչի հայր մերը արաբերենից թարգմանած։ Մինչ հանդիպում։ Օ ծնող, հայր եւ մայր դեզերքի, որ ստեղծել ես այն ամենն, ինչ շարժվում է։ Դու որ շունչ ես տալիս բոլոր արարածներին, դու որ ապրեցնում ես մեզ։ Դու որ բոլոր աշխարհների շունչն ես, լսում ենք քո շունչը եւ արտաշունչը լռության մեջ։ Դու որ ձայնի աղբյուրն ես աղմուկի եւ շշուկի մեջ, լսում ենք քո ձայնը քամու եւ օդի սուլոցի մեջ։ Դու լուսավորիչ, միակը, որ լույս ես տալիս մեր մեջ եւ մեր շուրջ նույնիսկ մթությունն է լույս առնում, երբ հիշում ենք քեզ։ Դու որ անունների անունն ես, քո մեջ է մեր փոքր ինքնության էությունը, որը վերադարձվում է մեզ որպես գիտելիք։ Դու համր արարիչ, լուր զորություն, այնտեղ որտեղ աչքերն ու ականջներն արթուն են, այնտեղ երկինքն է արարվում։ Կենտրոնացրու մեր շուրջ քո լույսը, դարձնելով այն արդյունավետ, ինչպես մի փարոս։ Օգնիր մեզ սուրբ շնչով ստեղծել սրբավայր մեր ներսում եւ ամենուր։ Օգնիր մեզ մաքրվել տեղ ազատելով մեր փակ ու դեռևս զբաղված գիտակցության մեջ, այնպես որ քո իրական անունը մեր մեջ շունչ ստանա։ Քո անունը, քո ձայնը մեր համար կհնչի եւ մեր սրտերը քո համար կդառնան գործիք։ Լսիր ձայնը, որ ստեղծել է ուրիշներին եւ այդ կերպ անունը կհնչի լռության մեջ։ Երբ տիրում է խաղաղություն, քո անունը ամենքի ներսում, իսկ ամենամեծ սրբությունը լուսավորում է ամեն բան եւ ամենքին։ Կենտրոնացրու մեր մեջ քո լույսը, դարձնելով այն արդյունավետ, ինչպես մի փարոս։ Օգնիր մեզ սուրբ շնչով ստեղծել սրբավայր մեր ներսում եւ ամենուր։ Օգնիր մեզ մաքրվել, տեղ ազատելով մեր փակ ու դեռևս զբաղված գիտակցության մեջ, այնպես որ քո իրական անունը մեր մեջ շունչ ստանա։ Քո անունը, քո ձայնը մեր համար կհնչի եւ մեր սրտերը քո համար կդառնան գործիք։ Լսիր ձայնը, որ ստեղծել է ուրիշներին եւ այդ կերպ անունը կհնչի լռության մեջ։ Երբ տիրում է խաղաղություն, քո անունը ամենքի ներսում է, իսկ ամենամեծ սրբությունը լուսավորում է ամեն բան եւ ամենքին։ Բոլորս լույս ենք փնտրում այլ տեղ եւ դա օտարացնում է մեզ հենց մեզանից։ Այն դեպքում, երբ անունդ մեր մեջ է։ Հիմա ստեղծիր միաբանություն, օգնելու պատրաստ մեր ձեռքերով եւ հրով լի սրտերով։ Թող մեզ բաժին ընկած կյանքի պայմանները մաքրեն մեր մտքերը։ Միասնական դարձրու մեր կամքը քո կամքի հետ, որ կարողանանք վարվել ամեն էակի հետ այնպես, ինչպես արքան թագուհու։ Մեզ հետ եւ մեր միջոցով ցանկացիր ամեն երկրային բարիք։ Քո պատվիրանը ժայթքում է ինչպես մի աղբյուր եւ իր ջրերով պատում իրականությունը։ Ինչպես մենք ենք մեր ձեռքերը պարզում, որ գրկենք ողջ տիեզերքը։ Եկ մեր սրտերի ննջարան եւ պատրաստիր մեզ գեղեցկության հետ միությունը եւ թող այդ աստվածային միությունից ծնվի խաղաղության նոր աշխարհը։ Քո միակ ցանկությունը մեր հետ համագործակցությունն է
ինչպես աշխարհիկ, այնպես էլ այլ դրսևորումներում։ Թող բոլոր իղձերը միասին հավաքվեն քո հողապտույտի մեջ, ինչպես աստղերն ու մոլորակները երկնքում։ Օգնիր մեզ սիրել առանց կանչելու մեր կուրքերից եւ թող մեր մեջ ծնվի կարեկցանք բոլոր արարածների հանդեպ։ Թող բնությունը ստեղծի նոր արարածներ այնպես, ինչպես մենք ենք վերագտնում քո սերը մեր մեջ։ Համախմբիր աղմուկի ներսում լույսը միավորված ձևով իմ մեջ ստեղծիր աստվածային համագործակցություն, որ բազում երևույթներից ստեղծվի միասնական ձայն։ Թող քո սիրտը ջերմանա երկինքն ու երկիրը ներդաշնակորեն միավորելու ցանկությունը։ Տուր մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է հանապազորյա հացի եւ հոգեվոր աճի համար։ Տուր մեզ գոյության միջոցներ եւ փոփոխվող կյանքին հարմարվելու պատասխաններ։ Տուր մեզ այն ամենը, ինչի կարիքը ունենք ամեն օր կատարելագործվելու համար կյանքի բոլոր հանգամանքներում։ Թող որ երկրայինը չափանիշ չլինի մեզ համար, որպեսզի կարողանանք հեշտությամբ նվիրել այն։ Ստեղծիր պայմաններ մեր մեջ եւ մեզ համար, որպեսզի դեպի քո արքայություն կատարվելիք ամեն մի քայլ վեհացնի մեզ։ Օգնիր մեզ լրացնել այն բացը, որ գտնվում է կյանքի շրջապտույտում, տալով մեզ ոչ քիչ եւ ոչ էլ շատ։ Արթնացրու մեր մեջ երկրայինը, որ զգանք ամենի հիմքում ընկած իմաստությունը։ Մեր միջոցով տարածիր հանապազորյա հացն այնպես, որ մեր ձեռքերում պահենք միայն այն, ինչ խնդրել ենք մեր ծավորներին կերակրելու համար։ Տապալիր մեզ կաշկանդող մեղքերի աշտարակներն այնպես, ինչպես եւ մենք ենք ազատվում շղթաներից, որոնցով պահել ենք այլոց մեղադրելու սովորությունները։ Ների՛ր մեզ մեր մեղքերը, ափսոսանքը, որ գործել ենք անցյալում, այնպես ինչպես մենք ենք ներում այլոց։ Ազատիր մեզ պարտականություններից ծանր բեռից այնպես, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Ջնջիր մեր մարմնի թերությունները այնպես, ինչպես մենք ենք մաքրում մեր սրտերը այլոց սխալներից։ Վերցրու մեր սին ակնկալիքները եւ ցանկությունները այնպես, ինչպես մենք ենք գրկում նրանց, ում ներսը դատարկ է։ Քանդիր ներքին շղթաները, որ կարողանանք ազատվել այլոց հանդեպ ունեցած ամենօրյա կապվածություններից։ Վերափոխիր մեր ներքին գողացված պտուղները այնպես, ինչպես մենք ենք ներում այլոց գողությունները։ Մի գայթակղիր մեզ իրերի արտաքին տեսքով, այլ ազատիր այն ամենից, ինչը շեղում է մեզ ճշմարիտ ուղուց։ Թույլ մի տուր ընկնենք մոռացության գիրկը, քանզի այն գայթակղող ստի դիմակ է։ Ընդհատիր տհասության ներքին լճացման վիճակը, որը կանգնած է հասուն պտուղի ճանապարհին, քանի որ չարի պտուղը խակ է կամ շատ հասած։ Ազատիր արտաքին եւ ներքին խաբկանքներից, որ զորեղանանք քո ուրախության ուղով։ Հեռու պահիր կեղծիքի միջոցներ կուտակելուց եւ ներքին ամոթից, որն առաջացել է մերձավորին չօգնելու պատճառով։ Քեզանից է ծնվում կյանք տալու ուժը, գլխավոր ճշմարտությունը, ամենը գեղեցկացնող երգը, որից տարեց տարի հեռանում ենք։ Քոնն է ամեն մի բեղուն գործ, կատարելություն, էներգիա, ներդաշնակություն, որ արկա է տիեզերական բոլոր շրջափուլերում։ Քեզանից են սկիզբ առնում թագուհին թագավորությունը, օրենքների օրենքը եւ տիեզերքի կամքը։ Քեզանից է սկիզբ առնում կենսական ուժը, որ ստեղծում ու սնուցում է ողջ կյանքը։ Ամեն ինչ բարոյական է եւ դրական։ Քեզանից է սկիզբ առնում զարմանահրաշ կրակը, ծնվող ակնթարթը եւ տիեզերք վերադարձող լույսն ու ձայնը։ Եվ այսպես էակների, ազգերի, ժամանակի եւ տարածության մի լուսային փուլից մինչեւ անսահմանություն։ Այս խոսքերի իրական ուժը թող գտնի իր հող այնտեղ, որտեղ ամեն մի գործողություն լցված է հույսով ու հավատով։ Ամեն։